Բարև ձեզ, սիրելի հեռուստադիտողներ։ Այսօր կխոսենք գեղեցկության եւ նորաձևության մասին։ Մեր հյուրերն են Արինա Գրիգարյանը, Էլեն Գրիգարյանը եւ Միշել Աղալարյանը։ Առաջին հարցը. Ինչը ոճը։ Սիրուն հագնված հագնվեր սիրուն ու թիթիզներ։ Օրինակ որ թիթիզ լինես, սիրուն լինես, տենց։ Ինչը շոփինգը։ Գնում ենք խանութ, սեր շորեր ենք առնում։ Գնում են շորերս առնում։ Ուրիշ։ Սունկաներ ես նոր առնում։ Ուրիշ ինչ ես առնում։ Կոշիկներ։ Գնում ես ընդես շորերս գնում, լիքը բաներ ես առնում։ Օրինակ ինչ։ Օրինակ կոշիկ։ Հետո ու շարվաններ, շորտիկ, շորիկներ։ Իսկ դու ավելի ինչ ես սիրում, շորիկ ակնել թե շորտիկ։ Շորիկ ավելի շատ։ Ինչի։ Շորիկը ավելի սիրուն է։ Հա։ Իսկ դու սիրում ես սիրուն լինել։ Հա։ Ապրես։ Ինչ է զղջով վաճառք։ Որ շորերը էժան են ծախում։ Հենց որ շորերը զղջում են։ Նշանակում է էժանը։ Իսկ դու գիտես ինչը բրենդը։ Բրենդը դա Շանը եւ Gucci-ն է։ Շաներ, Ուրիշ։ Gucci, Nike-ը, Ուրիշ։ Adidas-ը, Ուրիշ։ ուրիշ, այլ չգիտեմ։ Ով է համարվում նորավոճ հագնված մարդ։ Ով որ հագնվում է սինի։ Օրինակ ես սիլն հագնված մարդ, հա։ Ես ու դու։ Ինչպես դառնալ մոդայիկ։ Պետք է գնանք խանութ, սիրուն շորեր առնենք, գնանք Վարշավյանոց մազը սարքենք ու մանգանք։ Հինել կրուտոյ ու բռնել գեղեցիկ սունկա։ Սիրուն շորեր հագնել ու գնան դուրս։ Ուր դուրս։ Այգի օրինակ։ Բայսակը պարտադիր է։ Բայսակն է բարբիելի։ Ինչ ես կարծում, որտեղ կարելի է գնալ նորավոճ հագնված։ Կարելի է գնալ աղջիկների հետ կաֆեում հանդիպել։ Բարելու տեղ։ Ուրիշ որ կարելի է։ Գնալ խանութներ, թազա շորիկներ առնել։ Կարելի է գնալ մոդայի ցուցադրության։ Ըստ քեզ, ինչպես պետք է հագնվել թատրոն գնալուց։ Դասական ոչի մեջ սիրունի շորիկ։ Պետք է սիրուն հագնվել ու գնալ թատրոն։ Սիրուն հագնվելու բացից էլ ինչ պետք է անել։ Քսվել ու սիրուն հագնվել։ Օրինակ ինչ կարելի է հագնել։ Սիրուն շորիկներ։ Իսկ կոշիկներ։ Կոշիկներն է սիրուն։ Սիրուն ինչ գույնի։ Ռոզվի։ Կարանք հագնենք կամ շորտիկ, կամ շարվար ու շորեր։ Ինչ շորեր։ Իմ շորիկի նման սենց։ Իսկ որտեղ գնալուց պետք է հագնվել բարձրագրուն կոշիկ, իսկ որտեղ բասանոշկա կամ սպորտային կոշիկներ։ Կապլուկներով, կոշիկով։ Ուր են գնում։ Հարսանիք։ Իսկ սպորտային։ Սպորտային կոշիկով գնանք քայլենք։ Օթազներով գնում ենք քայլելու։ Ու էլ գնում ենք խանութ։ Իսկ բարձրագրուն կոշիկ։ Գնում են բարելու տեղ։ Գնար ընկերուների հետ ռեստորան։ Համաձայն եմ։ Օթազներով կարան գնան այգի, իսկ բասանոշկեքով կարան գնան ինչ-որ ծնունդ։ Ինչ պետք է պարտադիր լինել ցանկացած աղջիկա զգեստապահարանում։ Զգեստապահարանում կարաղջիկա զգեստապահարանում լինելի շորերը։ Ինչ շորեր պետք է լինի պարտադիր։ Օրինակ տեղ գնալու, սիրուն շորիկներ ու սիրուն կոշիկներ։
Իսկ շորիկների ինչ շորիկներ կլինի։ Սիրուն գույներով ու սիրուն տեսակով։ Կարա լինի շորիկներ, շորտիկ, շարվար ու շորեր։ Մենակ շորիկներ, թե էլի ինչ-որ աքսեսուարներ կարելի է այնտեղ դնել։ Սպորտային, պայսակներ, ակնոցներ ու սունկաներ, տենց։ Տղու պարանի մեջ ինչ պետք է լինի, քո կարծիքով։ Կոստյում և գալստուկ։ Մի հատ ֆոտբոլկա ու մի հատ ընկից, մի հատ է կոստյում։ Շորեր ու շարվար։ Մեկ է շորտիկ։ Ինչպես պետք է հագնվի երկրի առաջին տիկինը։ Ջինս տապատ կամ շրջազգեստ շորիկ։ Շրջագեստ շորիկ։ Սիրուն շորիկներ պետք է ունենա երա համար, հա։ Իսկ կոշիկները ինչ կոշիկներ պետք է հագնի։ Սիրուն։ Սիրուն, պոտասներ թե կապլուկներով։ Կապլուկներով։ Երկանց է շորիկ ու հացանկում կոշիկ։ Օրինակ կարա հագնի շորտիկ ու մայկա։ Նայած որ գնալու ըստ դրա հագնվի։ Ինչ ես կարծում, ինչ են անում արդեն ոչ մոդայք շորերի հետ։ Հալիս ենք փոքր քույրիկին։ Չենք հագնում, գնում ենք խանութ նոր շորերներ են առնում։ Հա, իսկ այդ հիները ինչ են անում։ Հինները ուբրկան անում, տանում են դաչը, թափելու են։ Պապելու են, մեղջի, հաստատ։ Էլի թազա կառնեմ։ Էստ կես, նորավոճ լինելը նշանակում է արդյոք լինել գեղեցիկ։ Այո։ Այո, նորավոճը ուրեմն գեղեցիկ է, հա։ Որն են գեղեցիկ, պետք է սիրուն հագնվեն ու սիրուն լինեն։ Իսկ կեշ աղջիկը կարա լինի նորավոճ։ Ոչ։ Ինչի։ Քեշա, բայց Շանելը հագել, Լուի Վիտոնի սումկա է բռնել։ Բալոբոն կմնա նույն գեշ։ Ժամանակ նորավոճը գեղեցիկ չի լինում։ Իսկ հիմա ի՞նչն է մոդայի մեջ։ Լինել խելացի, դաստիարված ըննել ու լավ գործ ունենալ։ Հիմա մոդայի մեջ մենակ շորիկներն են։ Մենակ շորիկներն են։ Հա։ Ինչ գույների։ Օրինակ սև, սպիտակ, վարդագույն, կապույտ։ Իսկ դու ինչ գույն ես սիրում, ամենակո սիրած գույնը ինչ է։ Վարդագույն։ Ապրես։ Ահա եւ ավարտվեց մեր հետաքրքիր զրույցը։ Ստեսություն։